հիմա մենք տեսնում ենք գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ Հայաստանը քայլ-քայլ շրջափակումը հաղթահարում է։ Արդեն 2 օր քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին, եւ ես միջազգային հարթակում Թբիլիսիում տեղի ունեցած Մետաքսի ճանապարհ համաժողովի ժամանակ իմ գնահատանքն եմ արտահայտել Ադրբեջանի նախագահի այս որոշման կապակցությամբ եւ ողջունել եմ այդ որոշումը, նույնը ուզում եմ անել նաեւ այստեղ, որովհետեւ դա շատ կարեւոր որոշում է եւ դա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Ես ձեզ մի նման բան ասեմ, հարգելի գործընկերներ, որովհետեւ տեսեք, երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուրըն քննարկվում է, չէ՞ թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում, դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում, վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք, ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, մենք ուր ենք գնում, մենք շարժվում ենք, թե չենք շարժվում։ Ես երեք ազգային ժողովում էլ ասացի։ Մարդիկ կան խոսում են, ասում են Հայաստանը կործանվում է, էս ալնում, են ալնում։ Այդ մարդիկ ուղղակի չգիտեն Հայաստանը, մարդիկ կան եւ իրոք իմ ասածի մեջ քաղաքական քննադատություն չի այնքան, ինչքան իրադրությունը հասկանալու փորձ։ Որովհետեւ Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որը ինքը ապրում է Հայաստանի կործանման բանաձևի մեջ։ Այսինքն իր հարաբերության ձևը, իր գործունեության ձևը, իր գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Եթե Հայաստանը չի կործանվում, գործունեության դաշտ չկա։ Հետևաբար գործունեության դաշտ գոնե մի քիչ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է։ Բայց ոնց որ էտել արդեն չի ստացվում եւ երեկվա ընդդիմության դատարկ տեղերով խորհրդարանական դահլիճը դրա մասին է վկայում, որ արդեն էտել չի լինում հիմնավորել։ Բայց ամեն դեպքում ես չեմ ուզում, որ մենք նաև ինքնամոռացության մեջ ընկնենք, մենք երբեք ոչ մի մարտահրավեր չենք կարող չնկատել։ Էդ էլ եմ ասում, այդ ռեժիմից էլ է պետք դուրս գալ, որ կառավարությունը մի ինստիտուտ է կամ իշխանությունը, որը ամեն օր պետք է ապացուցի, որ ամեն ինչ փայլուն է, անդիմությունն էլ հակառակը ապացուցի։ Ոչ, մենք պետք է մեր խնդիրների մասին խոսանք, նախ որ հանրությունն իմանա, որ մենք գիտենք այդ խնդիրների մասին, որովհետև երբեմն կարա տպավորություն ստացվի, որ մենք խնդիրների մասին տեղյակ չենք, էլի կաբինետներում փակված, տենց ոչ մի բանից տեղյակ չենք։ Ես ձեզ վստահ ասում եմ, որև մեկը Հայաստանի խնդիրների մասին չգիտի այնքան, ինչքան մենք։ Բացառված բան է, որ այդպիսի իրավիճակ լինի։